են, որպեսզի հակառակորդին տարածք տրվի, ովքեր նպաստում են, որպեսզի մենք հոգևոր ճանապարհից հեռանանք։ Հետո Դուք ասացիք ֆեյք պատարակների սիրահար եք։ Հաստատեցիք, ասացիք այո, ֆեյք պատարակների սիրահար եք։ Դուք սա պղծություն չեք համարում առաքելական եկեղեցու։ Պարոն Ղալումյան, դուք առաջին անգամ եք գտնվում այս եկեղեցում։ այո, Նիկոլ Փաշինյանի հորդորով եք եկել։ ոչ, Ինքնակամ եք եկել։ Ձեզ հետ քանի հոգի եք բերել, պարոն Ղալումյան։ չեմ բերել, Չեք բերել։ Որ չգայիք քավոր սանիկական կապերն անգամ չէին փրկի, հա? Որ չգայիք քավոր սանիկական կապերն անգամ չէին փրկի։ աղջիկ ջան, ասեք, ձեր նպատակը ո՞րն է, ես ձեր հարցին չեմ Հարց եք պատասխանում։ տալիս, պարոն Ղալումյան։ Եսը չեմ պատասխանում, դա իմ իրավունքն է։ Քալուց եղած հոգևորականի պատարակին եք որոշել մասնակցել։ Ասում ինչքան սև գործ կա, դրան Բարձր մասնակցում եք։ տրամադրություն ունեք, բոլորը, Դուք ոնց որ բարձր տրամադրություն ունեք։ Լարված եք։ ոչ, Դժվար է Նիկոլ Փաշինյանի քավորը լինել ընտանիքում։ ոչ, Ինչքան սև գործը ձեզ մասնակից ես ձեր հարցին չեմ պատասխանում, ժողովուրդ ջան, Պարոն Ղալումյան, այսօր ձեր այստեղ ներկայացնելու խորհուրդը ո՞րն է։ ոնց որն է, եկել եմ պատարակի, Կարգալուց եղած Ժողովուրդում եմ էլի։ ժողովուրդ ջան, չեմ պատասխանում ձեր ոչ մեկի հարցին, Ուզում եք ես գնամ գործընկերներից պատասխանեմ։ ես դա իմ իրավունքն է, չեմ պատասխանում ձեր Շատ լավ, հարցին, ընդամենը մեկ ճշտող հարց։ Նիկոլ Փաշինյանը որ հայտարարել է գնալու եւ Իրանը ազատ են։ Դուք մասնակցելու եք, ներկա լինելու եք։ բոլոր գործընթացներին մասնակցելու եմ, որովհետև ես այդ քաղաքական թիմի անդամ եմ, Ահա, պահքի մեջ եղել եք, օրինակ ինքնին։ կոնկրետ ստեղ պահքի խնդիր չկա, եկել եմ պատարակի, Արձատագրելու գործընթացը։ վերջացրին ես ձեր հարցին պատասխանեցի, Ճշտող հարց, ասում եք մասնակցելու են բոլորը։ ես բոլոր ինչ որ վերաբերում էր այդ հարցին պատասխանում եմ, Բոլոր գործողություններին ընդդեմ Մայրաթորի մասնակցելու եք։ Մայր աթորի ընդեն ոչինչ չկա, դա ձեր մեկնաբանությունն է, ժողովուրդ ջան, ես չեմ պատասխանում ձեր հարցերին, ասենք ձեր նպատակը որն է, որ ասենք հարցադրումներ անեք, սադրող, որպեսզի ես ունից դուրս գամ, ես պատասխանեցի ինչքան որ հնարավոր էր ձեր հարցերին, Որևէ բան չպատասխանեցի։ պատասխանեցի, Որևէ բան չպատասխանեցի։ Իմ հարցերը սադրող չեն, փաստի հիման վրա են, ասում եմ Ինչ Տավուշում փաստի հիման։ մասնակցել եք իրանցից տարածքներ հանձնելու գործընթացին, ձեր նույնիսկ այսպես ասացա, որտեղ այնտեղ այդպես են ասում, ձեր ձորակի ժողովրդին եք խաբել, սասանել եք սահմանները, հիմա եկել եք այստեղ Մայրաթորի սասանման։ կենեք ձեուն անիեր, չէ, այդ կա ինչքան հիշում եմ, միամիս եկակ իրանց ապրեցիք, ժողովրդին բորբոքեցիք, ոչինչ չստացվեց, միել եկել եք ստեղ նույն գործողությունն եք անում, դե մի հատ կգնաք Դուք իրանց, ազգային անվտանգության բոլոր ծառայողներին իմ հետևից ամեն քայլափոխի ուղարկում եք, ես մշտապես ժողովուրդ ջան, ոչ մի հարցադրման չեմ պատասխանելու, վերջացրինք, այդքան բան։